քայլը եւ մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Եվ բոլոր այն տեսակետները, որ սխալ է մասնակցելը, չգիտեմ, լեգիտիմացնում ենք իրենց հնարավոր հաղթանակը եւ այլն, մենք ճիշտ հակառակը արեցինք, մենք լեգիտիմացրեցինք իրենց պարտությունը։ Այս առումով սա առաջին քայլն էր եւ մենք, ինչպես հայտնի է, Մայր Հայաստանը եւ որպես շարժում եւ որպես դաշինք խնդիր է դրել ամբողջական իշխանափոխություն իրականացնելու եւ մենք այդ ամբողջական իշխանափոխության հնարավորություն տեսնում ենք, ինչպես եւ ասել ենք, որ սկսում ենք մայրաքաղաքից, շարունակում ենք այս գործընթացը եւ մեր ծրագիրն այն է, որ պետք է ձևավորվի արդեն մեր բոլորիս ակտիվ մասնակցությամբ հանրային ճնշումով այլ գործիքակազմերով նոր կառավարություն, այդ ժամանակավոր կառավարությունը արդեն պետք է ոչ ուշ կամ 1 տարվա ընթացքում իրականացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եվ այս առումով մենք նույնպես ակնկալում ենք մեր ժողովրդի ակտիվ աջակցությունը եւ դրա հնարավորությունը կա։ Ես գիտեմ, որ շատերին հետաքրքրում է, թե ինչպիսի սխեմաներ, տարբերակներ են հնարավոր Երևանում։ Ինչպես արդեն ասացի, մենք ունենք կոնկրետ սկզբունքներ, որոնց համաձայն կարող ենք այս կամ այն ուժի հետ համագործակցել։ Այդ սկզբունքներն են 3-ը, առաջինը, որ պետք է գնահատական տրվի, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը պետք է այն ուժը, որը հավակնություն ունի մեզ հետ համագործակցելու, պետք է բնականաբար որևէ պարագայում հնարավոր չտեսնի քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը, եւ երրորդը դա ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսելն է։ Այս առումով մենք բաց ենք քննարկումների համար, մենք կարող ենք այդ քննարկումները վարել եւ ստանալ կոնկրետ արդյունքներ։ Մենք իդեպ ասեմ բազմաթիվ խախտումներ արձանագրել ենք այս ընտրությունների ժամանակ։ Իշխանությունները մի ձևակերպում ունեն, սկզբում ասում էին, որ մենք անգրագետ ենք, մոտավորապես այդ էին ասում 18 թվականին, ասում են մենք անգրագետ ենք, մենք փորձ չունենք եւ այլն, բայց փոխարենը կոռումպացված չենք։ Հետո այդ փուչիկը պայթեց, ասացին, որ այո, մենք լավ չենք ապահովում Հայաստանի, Արցախի անվտանգությունը, Արցախը հանձնում ենք Ադրբեջանին, բայց փոխարենը ժողովրդավար ենք, ընտրություն չենք կեղծում եւ այլն։ Մենք տեսանք, թե ինչ խայտարակ վարքագիծ իրենք դրսևորեցին, այսինքն այդ մի վերջին փուչիկը պայթեց նաեւ այս ընտրությունների միջոցով եւ մենք տեսնում ենք, որ մենք հիմա գործ ունենք Հայաստանի անվտանգությունը մսխած, Ադրբեջանին հանձնած Արցախը եւ ընտրակեղծարար իշխանություն, որը այլևս որևէ այսպես կոչված գաղափարական հենարան չունի իր համար, եւ մեր հասարակության խնդիրն է հիմա մոբիլիզացված ապահովել իշխանազրկումը եւ նոր իշխանության ձևավորումը։ Սա է մեր ընդհանուր գնահատականը, կեղծիքների մասով դեռևս ուսումնասիրություններ կատարվում են եւ մենք այդ ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնենք հանրությանը։ Իսկ այս պահին ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, մեր ժողովուրդը շատ ակտիվ իր մասով իր քայլերը արել է, ուղղակի համոզվում եմ, որ ավելի շատ արվեր, շատ ավելի լավ կլիներ։ Հիմա սրանից հետո արդեն կտեսնեն, որ պետք չի հավատալ այն մարդկանց, ովքեր առավոտյան մի տեսակետ են հայտնում, նույն ընտրությունների մասնակցության վերաբերյալ կեսօրին լրիվ այլ տեսակետ, հետո գիշերը երբ որ հաշվարկները տեսնում են, արդեն սկսում են այդ տեսակետներ գրել, իսկ այսօր արդեն հանդես են գալիս երբեմն Հռոմի պապից ավելի կաթոլիկ, այսինքն մեզանից ավելի այսպես տրամադրված, արդեն հուշում են, ոնց պետք է անել, մենք ուրախ ենք իհարկե, որ շատերը վերադառնում են մեր կարծիքին, եւ ես կարծում եմ, որ ի վերջո մենք մեր հասարակության հետ համատեղ այդ կարծիքները, որ մենք ներկայացնում ենք, դոմինանտ կդարձնենք եւ հետեւողականորեն կգնանք Նիկոլ Փաշինյանին, որը Հայաստանի անվտանգության թիվ 1 սպառնալիքներից է, հեռացնելու ուղղությամբ եւ կիրականացնենք այն ծրագրերը, որը առաջարկում է Մայր Հայաստան